ինչ որ իրանք ասում են մտածածին բաներ են, կեղծիք, ոչ մի փաստ չունեն։ Բանաստեղծ հասարակական գործիչ Տիգրան Պասկևիչյանը դատական քաշքշուկի մեջ է ընկել սեփական արտադրության ֆիլմի ցուցադրության համար։ 2020 թվականին հանրային հեռուստաընկերության պատվերով եւ պետական ֆինանսավորմամբ նկարահանված ֆիլմն արդեն 5-րդ տարին է էկրաններ չի բարձրացել։ Հեղինակը պնդում է, իրեն արգելում են ցուցադրել Անկախության մեր ճանապարհը ֆիլմը, իսկ ըստ հանրային հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանի հեղինակը խախտել է ժամկետները։ Ֆիլմը ստեղծելու համար պետությունից 4.2 միլիոն դրամ է հատկացվել։ Նախ որևէ ֆիլմ չի արգելվել։ Խոսքը գրաքննության մասին չէ, այլ պայմանագրային պարտավորությունները չկատարելու։ Պատվիրվել է ֆիլմ, սահմանվել են հստակ ժամկետներ եւ նույնիսկ ֆիքսվել է եթերի օր, սակայն հեղինակը չի հանձնել ֆիլմը պայմանագրով նախատեսված ժամկետում։ Չնայած դրան, որոշ ժամանակ անց հեղինակը սկսել է ֆիլմը ցուցադրել առանց իրավատիրոջ հանրայինի թույլտվության։ Հանրային հեռուստաընկերությունը ստում է, ասում է Պասկևիչյանը։ Հեղինակն ու պատվիրատուն պայմանավորվել են ֆիլմն ավարտել 2020 թվականի աշնանը։ Պայմանագիրը կնքել են նույն թվականի հուլիսի 24-ին 3 ամիս ժամկետով։ Ժամանակահատվածը համընկել է 44-օրյա պատերազմի հետ ու պայմանագրի ժամկետը երկարաձգվել է եւս 60 օրով։ Սակայն ֆիլմն այդպես էլ չի ցուցադրվել։ Հեղինակը որոշել է անձամբ ցուցադրել այն տարբեր հարթակներում։ Ես եւ դատարանում եւ երեկվայում գրառման մեջ բազմիցս գրել եմ, որ ես միայն այդ օրը չեմ ցույց տվել, ցույց եմ տվել շատ անգամներ։ Վերջին անգամ այն ցուցադրվել է ՀԱԿ-ի գրասենյակում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ, որից հետո հանրային հեռուստաընկերությունը դատի է տվել ֆիլմի հեղինակին։ Դատարանը որոշել է բացառել ցուցադրությունը ցանկացած ձևաչափով։ Հեռուստաընկերության ներկայացուցիչները դատարանում վստահեցրել են, իրենք ֆիլմը պատրաստվում էին ցուցադրել 2020-ի հոկտեմբեր ամսին, եթե այն պատրաստ լիներ։ Պայմանագիրը կնքվել է հուլիսի 24-ին, եղել է 90 օրով, իրանք ասում են մենք արդեն որոշել էինք ցույց տալ, իսկ 90-րդ օրը գիտեք երբ էր, հոկտեմբերի 24-ին 2020 թվականի, եւ ես դատարանում հարց տվեցի, ասի պատերազմի ամենաթեժ պահին դուք այդ ֆիլմը ցույց էիք տալու։ Հեղինակն անպատասխան մնացած հարցեր ունի, եթե ինքը ժամկետներ է խախտել, ինչու տույժ տուգանք չեն սահմանել։ Մեկ անգամյա ցուցադրության համար է արդյոք պատվիրվել ֆիլմը։ Հնարավոր չէր այն ցուցադրել անցած 5 տարիների ընթացքում, գոնե մեկ անգամ։ Ինչու է հանրային ընդունման հանձնման ակտով ընդունել աշխատանքը, չէ որ իբր խախտվել էին ժամկետները։ Հարցերի այս շղթան երկար է։ Այս պետությանը չի հետաքրքրում 4.2 միլիոն դրամ հարկատուների վճարած ուրեմն հարկերից ծախսվել է, ու այդ ապրանքը չի օգտագործվում։ Այդ գույքը, այսպես ասած, չի օգտագործվում։ Իրանք գույք են ասում դրան։ Բայց գույքը ինչի չեք օգտագործում, արա 4.2 միլիոն ուրեմն դրամ եք ծախսել դրա վրա։ Հանրայինի նման վարքը Պասկևիչյանը պայմանավորում է ֆիլմի բովանդակության հետ։ Այո, կապ ունի, որովհետև Նիկոլ Փաշինյանի ուրեմն ամբողջ քաղաքական կամպանիան հենված է նրա վրա, որպեսզի ամբողջովին սրբվի Հայաստանի նորագույն պատմությունը։ Չի եղել Ղարաբաղյան շարժում, չի եղել անկախության շարժում, այդ Ղարաբաղյան շարժում, անկախություն, բան դա սա ԿԳԲ-ն է արել։ Մենք էլ բոլորս ԿԳԲ-ի աշխատող ենք եղել, չենք հասցրել մեր աշխատավարձերը ստանանք ԿԳԲ-ից։ Իրավիճակը փրկելու համար հանրայինին առաջարկել են վերադարձնել 4.2 միլիոն դրամը, որի դիմաց ֆիլմի տնօրինումը կփոխանցի հեղինակին, սակայն առաջարկն անպատասխան է մնացել։ Սեդա Մակարյան, Տարոն Ղանդիլյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։